Ինչքան գործընթաց է կանխատեսում։ Տեսնենք, մինչես այնքան է նորմալ չէր, քարոզարշավի ընթացքում, հիմա տեսնենք, թե այսօր ինչ վիճակ կլինի, հուսանք, որ ամեն ինչ նորմալ կլինի, նորմալ կանցնի։ Լարվածությունը եթե լինի ձեր եւ Վարդան Ղուկասյանի թիմակիցների միջև է լինելու, եւ Վարդան Ղուկասյանը ձեզ արձագանքել էր, ասում էր իրեն հանգիստ թողեք, մեղքեք։ Օրինակով էր ձեզ արձագանքում։ Ուրեմն, մինչև այս բոլոր թե լրատվամիջոցները, թե քաղաքական ուժերը կանխատեսում էին, որ Գյումրիում պիտի լարվածություն լինի, պիտի թշնամական հարաբերություններ լինի, տեսակ, որ ամենայն դեպս ընդդիմադիր դաշտում, ընդդիմադիր թեկնածուների միջև ոչ մի լարվածություն չկա, ոչ մի նմանատիպ բան չկա, այն ինչ որ Գյումրիում լարվածություն եղավ ու կա ու շարունակվում է, դա միայն քաղաքացիական պայմանագիր կուսակցության կողմից է։ Իսկ Վարդան Ղուկասյանի առաջարկի վերաբերյալ ինչ կասեք։ Այդ մասին ես հստակ արդեն պատասխանել եմ, մի քանի ժամ մնաց, ընտրությունները կավարտվի, տեսնենք ով ինչքան քվեկ ստանա, ինչքան ավագանու անդամներ կունենա, ըստ այդմ մնացած Ես ձեր ենթատեքստը ճիշտ եմ հասկացել, Վարդան Ղուկասյանը ձեռնտու թեկնածու է իշխանության համար։ Ես չեմ ասում համապատասխանել այդ ձեռնտու իշխանության համար այո, բայց դա չի նշանակում, որ ես Վարդան Ղուկասյանին մեղադրել եմ ինչ-որ բանում։ Ես այդ մասին ասել եմ, որ ես ասել եմ, որ ինքը իմ ասածը լավ չի հասկացել, պիտի մի հատ էլ լսի իմ ասածը։ Կոնսոլիդացիական դիմության, քննարկումներ եղել են 3 առաջին օրը, մամուլը գրում էր, որ դուք ընդդիմության թեկնածուները նորմալ հարաբերությունների մեջ են, դուք տեսաք իմ հոր եւ որդու ձերբակալության ժամանակ բոլորը, գրեթե բոլորը, բացառությամբ մի քանիսի զանգել են, եկել են, հանդիպել են մեզ, այնպես որ նորմալ հարաբերությունները ես չեմ կարծում, որ այդ նեղբային մենք կարող էինք համախմբվել, կարող էինք մեկս մյուսից օգնել, աջակցել, ինչ-որ խնդրով, հիմա ընտրություններից հետո պիտի չկարողանանք։ Բայց կներեք, դուք շատ վտանգավոր հայտարարություն եք արել քաղաքական հաշվարկների տեսանկյունից։ Դուք արել եք հայտարարություն, որ միակն եք ընդ որում, որ ասել եք ոչ մի ուժի չեք միանա։ Այդպիսի հայտարարություն եք արել ձեր նախավերջին հարցազրույցներից մեկում։ Դուք ասել եք կոալիցիայի դուք վստահ եք, որ հաղթել եք եւ կոալիցիա չի լինի։ Սա նշանակում է, որ դուք շատ վստահ եք, որ առաջին տեղում դուք եք լինելու, թե դուք բացառում եք կոալիցիան, թե դուք բացառում եք ձեր փոխքաղաքապետ լինելու հանգամանքը, թե դուք պատրաստ չեք ընդդիմադիր դաշտի մյուսների հետ համագործակցության, այդ թվում Վարդան Ղուկասյանի։ Եվ մի հարց էլ, եթե այդուհանդերձ լինի այդ կոալիցիան, դուք ավականու կարգավիճակ կստանձնեք կամ փոխքաղաքապետի, թե ոչ։ Բայց Ռուբեն Մխիթարյանի հետ կարծես կա այդ Ուրեմն ես նմանատիպ բան չեմ ասել, որ չեմ համագործակցելու ոչ մեկի հետ, ես ընդամենը ասել եմ կոալիցիա կազմելու, փաստաթուղթ ստորագրելու հետ կապված եմ ես ասել, որ կոալիցիա կազմելուն կողմ չեմ, իսկ համագործակցությանը իհարկե միանշանակ կողմ ենք, ոնց կարող ենք կողմ չլինենք։ Բա որ 50+ չկարողացանք հավաքենք, ոնց ենք քաղաքապետի պաշտոնը վերցնելու։ Այն որ ԿՊ-ն քաղաքապետ չի ունենալու, դա հաստատ է, այսօր գյումրեցիները կհաստատեն այդ մասին, իսկ ընդդիմադիրները ես կարծում եմ, որ մենք այդ հարցի շուրջ համաձայնության կգանք ու այնպես կանենք, որ Գյումրիում ԿՊ-ն իշխանություն չի լինի։ Ի վերջո դուք Ես պարզ այդ մասին ասել եմ։ Մի հստակություն էլ էլի, ի վերջո Վարդան Ղուկասյանի հետ դուք այս ընթացքում, երբ արդեն վստահ եք առաջադրվում եք, ունեցել եք ուղիղ տետատես շփումներ։ Ոչ, երբևիցե չի եղել ու արդեն 2007 թե 6 թվից ոչ մի ձևի, ոչ մի կարգի կոնտակտ չի եղել։ Ճիշտ ասած ինչի վերաբերվում է, այդ ինձ չգիտեմ ում մասին է խոսքը, ինչ ընկեր, ով ում ինչ արի, ես բացարձակ մեզ հետ չի կապի։ Պարոն Գրիգորյան, որ ձեր եւ Վարդան Ղուկասյանի հարաբերությունները հարթված են, որևէ կոնֆլիկտ չկա ձեր մեջ, ամեն ինչ հարթվել է, գնացել է, փաստորեն այնքան էլ այդպես չէ։ Ես ասել եմ, որ անձնական հարաբերությունները պետության, պետականության հետ կապված հարցերում պիտի չկարողանա տեր խաղալ։ Իսկ իմ անձնական հարցերը իմ անձնական հարցերն է, ես իմ անձնական հարցերը հրաբարակային նամանավանդ լրատվամիջոցների առաջ չեմ պատրաստվում իմ անձնական հարցերը բարձրացնել։ Մտավախություն, որ ճնշումները կշարունակվեն։
Հաղթողը կձերբակալվի այս հաջորդ օրը պրակտիկայի կամ ժանրի կանոնները։ Չէ, մի վարյան հասկանամ էլի, որ մեկի Չէ, պատասխանը։ չեք վախենում, որ հաղթելու պարագայում կձերբակալվեք այստեղից իրականում։ Ուրեմն բացարձակապես այդ առումով վախենալու բան չունեմ, քանի որ ես ասեցի ու այդ իմ հայտարարությունը հենց վերաբերվում էր դրան, որ եթե ինձ փորձեն ինձ հետ կապված ինչ-որ բան անեն, դա պիտի լինի բոլորի դաշտի առաջ, դա պիտի լինի շինծու, ես նախկինում չունեմ այնպիսի բան, որը ինձ կարող են որով կպնել կամ ես խոցելի դառնամ, ի տարբերություն մյուս տեխնազոյի, որը ճիշտ չէր հասկացել իմ ասածը, դրանով պայմանավորված ես ասեցի, եթե բան լինի, իմ հետ կապված պիտի հորինեն։ Ու իմ հայտարարության երկրորդ օրը իմ հետ կապված այդ բանը, որ ասել էի, հորինեցին այդ Շիբինի պատմությունը, որը ծիծաղելի է, բոլոր լրատվամիջոցներն էլ հասկանում եք, որ ընտրություն նախ քարոզարշավի 2 օր էր մնացել ու ես բավականին լուրջ խոշոր հզոր հանդիպումներ ունեի անելու գյումրեցիների հետ, առավոտ կանուխ, իմ հայտարարության հաջորդ օր առավոտ կանուխ ձերբակալում են հորս, տղայիս եւ թիմագիցներից բոլորին բերման ենթարկելով, գրասենյակները փակելով, խառնաշփոթ ստեղծելով, դրա արդյունքում ես 2 օր քարոշչական լուրջ հանդիպումներ կորցրեցի ու Բայց դուք նաև դե հիմա ես այդտեղ մեղավոր եմ, դե իշխանությունը նույն իշխանությունը պիտի իր քայլերը ճիշտ հաշվարկի, պիտի հասկանա, ես այնտեղ էլ ասեցի, որ ինչ անեք դա օգտագործվելու է ձեր դեմ, ինչ փորձեք մեր դեմ անեք, նույն տեքստիլի ակումբում իմ ելույթի ժամանակ հստակ ասեցի, ինչ անեք, այդ ամեն ինչը օգտագործվելու է ձեր դեմ։ Իշխանությունը բանկանները սկրիններ էին արել ու տարածում էին, որ ձեր քարոզչական նյութերի տակ Առնովի հնդիկներ, այլազգիներ, լայքեր եւ էմոջիներ են դրել, ասում են, որ դուք առել եք այդ լայքերը։ Դե էդել 58 թաղամասում, անի թաղամասում, երբ որ ելույթի ժամանակ ես բարձրաձայնեցի այդ մասին, միանգամից այդ ձեր ասած այլ ազգիները իմ էջից վերացան, բայց չնայած իրանք սև գործը արեցին, բոլոր էջերը մեր վնասեցին, հարձակման ենթարկվեց եւ մենք այս քարոզչության ընթացքում չկարողացանք ոչ գովազդ միացնել, այդ քաղաքական գովազդը իրենք վնասեցին իմ բոլոր էջերը այդ ֆեյքերով։ Այդ էլ հասկանալի էր, յուրաքանչյուր մարդ կարող էր $50 տալ, առնել յուրաքանչյուրի Facebook-յան էջի վրա միացնեն եւ առավոտ ելնեք, որ ձեր էջի վրա հարձակվել են այլ ազգիները եւ ձեզ լայքում են կամ ձեզ դիզլայք են անում։ Ի վերջո ովքեր են ֆավորիտ տեխնացուները ձեր կարծիքով այսօրվա դրությամբ։ Ֆավորիտ տեխնացուները բոլորս են։ Բայց դուք ասում եք կրելու են, բավականին պատասխանատու հայտարարություն է, երբ որ ասում են Բավականին պատասխանատու հայտարարություն արել եմ, ես այդ ամեն ինչը ինչ որ ասել եմ, ես ինձանից չեմ հանե, դուք տեսել եք ինձ ընդունելությունը թաղերում, դուք տեսել եք Փաշինյանին չէին ընդունում, բայց հաղթեց։ Դե ես ինչ անեմ, հիմա մի քանի ժամ է մնացել։ Հիմա մի քանի ժամ է մնացել։ Դե հիմա դրա համար էլ ասում ենք, այնպես անենք, որ Գյումրիում Վանաձորի նույն պատմությունը չկրկնվի։ Ես դրա մասին եմ խոսել, դրա մասին խոսելուց էլ իմ կարծիքով, եթե ես նախազգուշացնում եմ, որ Գյումրիում հնարավոր է Վանաձորի օրինակը կիրառվի, տարբերակը կիրառվի, դրա համար իմ կարծիքով պետք չէ ինձ մեղադրել, որ ես նախապես զգուշացրել եմ այդ մասին։ Մի վարյան, հանուն համերաշխ, հանուն բարեկարգ, հանուն համախմբված Գյումրի եմ քվեարկել, որպեսզի Գյումրին համախմբված լինի եւ գյումրեցիները կարողանան ընտրել այնպիսի քաղաքապետ, ով որ իրականում կանգնած է գյումրեցիների կողքին եւ ում որ իր քաղաքական թիմը չի կարող վնասել ու չի կարող հանել գյումրեցիների դեմ։ Ոնց որ ընտրվելու դեպքում ով էլ հաղթի, ես շնորհավորելու եմ, որովհետև մենք փորձելու ենք ամեն ինչ անենք, որ արդար ընտրություն լինի, իսկ հաղթելու պարագայում իհարկե ես միշտ էլ պատրաստ եմ եղել շնորհավորելու։ Նույնիսկ Սարիկ Մինասյանի ներողություն, նույնիսկ Սարիկ Եթե գյումրեցիները այսքան բանից հետո պիտի գնան ընտրեն
քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը այս ամեն ինչը տեսնելով թե ինչ է կատարվում Գյումրիում, ինչպես են վարվում Գյումրիում տեխնազուների հետ, գյումրեցիների ընդրած մարդկանց հետ, ուրեմն ես ինչ անեմ, եթե գյումրեցիները գնում են ընտրեն։ Պարոն Գրիգորյան, Իմ քաղաքի ժողովուրդը եթե գնա ընտրի, հարց ունեմ, Փայլակ ջան։ ասա։ Նիկոլ Փաշինյանը Թալանի հետ վերադարձի տրամաբանական Դա ինձ հետ բացարձակ կապ չունի, Թալանի հետ կապված ես ասել եմ հասեատերը ես չեմ, քանի որ դրա հասեատերը ես չեմ, ես ոչ նախկինում քաղաքապետ եմ եղել, ոչ մարզպետ եմ եղել։ Ես թող կառավարությունը գնա այդ Թալանների մասին իրենք են խոսում, գնան վերադարձնեն, ես որպես քաղաքապետ էի ճիշտ Թալան պիտի Գալուս վերադարձնեի։ ճանապարհը լրիվ քարուքանդ էր։ Այս կողմով ենք եկել։ Բոլոր տեղերն է քարուքանդ է, քաղաքացիական պայմանագիրը 7 տարի իշխանության է, կենտրոնական իշխանությունը իրենցն է, կոալիցիոն կառավարում էին Գյումրին, այդ ընթացքում իրենք կարող էին այս ամբողջ փողոցները, տնագները, ինչ խնդրեմ որ ուներ Գյումրին վերացնեին, քանի որ 7 միլիարդով պետական բյուջեն ավելացել է ու Գյումրիում տնագներն ու այս խնդիրները մնացել են ժողովուրդը։ Հիմա գալու են նոր հիշել են, որ իրենք իշխանություն են ու գալու են, որ Գյումրին կառուցեն։ Մենք կառուցենք Գյումրին կառավարության պետության գումարներով։ Պարոն Գրիգորյան, թատրոնում ձեր եւ Սարիկ Մինասյանի միջև որևէ կոնֆլիկտ Չեմ ուզում այդ մասին խոսել, ժողովուրդ, լրատվական ես չեմ ուզում այդ մասին խոսել, չեմ ուզում այդ անձնական խոսակցությունների մասին չեմ ուզում խոսել։ Այո, ճանաչել եմ նորմալով, ճանաչել եմ որպես նորմալ մարդ։ Բայց քաղաքացիական պայմանագիրը, ճիշտ ասած, այդ կարգի շփում չեմ ունեցել, որ գիտենամ ինքը այն ժամանակ էր Արցախ խաղադում, թե ԿՊ մտնելուց հետո նոր սկսեց Արցախը ու արցախցիներին ադել։ Դուր գալու համար, հա, Նիկոլ Փաշինյանը։ Դե հասկանալի է, ես երբևիցե ինձ թույլ չեմ տվել ոչ մի ուժի հետ համագործակցության արդյունքում ես ինձ թույլ տամ այնպիսի բան, ինչ որ հաճելի է տվյալ քաղաքական ուժին։ Ես ինձ թույլ եմ տալու այնպիսի բաներ, որը հաճելի է ու ընդունելի է գյումրեցիների կողմից։ Քաղաքական ուժերը կկանել կգնան, բայց մենք քաղաքում մնալու ենք որպես քաղաքի մարդ, քաղաքի տղա, որպես պատգամավոր, որպես քաղաքապետ, այնպես որ կարևոր է այստեղ այս փորձությունների միջից մարդ դուրս գալն է ու մարդ մնալն է։ Ամեն ինչ անցողիկ է։ Շնորհակալություն ժողովուրդ ջան։